Երկաթե բացառիկ Խաչքար հուշարձանը կամակատար մատուռի մոտակայքում։ Հազվադեպ ենք լսում պատմություններ, որոնք լցնում են սիրտ ակնածանքով, իսկ միտքը վեհ գաղափարներով։ Այդ պատմությունները հասնում են մեզ, հաղթահարելով տարիների և հեռավորության խոչընդոտները, և հաճախակի մեր կողմից ընկալվում են որպես առասպելներ։ Բայց նման իրադարձություններ տեղի են ունենում նաև մեր օրերում, իրադարձություններ, որոնք ամրապնդում են հավատքը և ոգեշնչում առաջընթացը։ Վանաձորի կամակատար մատուռի մոտակայքում տեղադրված է եզակի Խաչքար հուշարձան։ Այն յուրահատուկ է նրանով, որ պատրաստված է երկաթից, ինչպես նաև հիացնում է գեղեցկությամբ և այս գլուխգործոցը ստեղծողի բարձր վարպետությամբ։ Բառերով դժվար է նկարագրել այդ Խաչքար հուշարձանի գեղեցկությունը։ Կարելի է նայել և նայել, ամեն անգամ նորը բացահայտելով Խաչքարի զարդանախշերի մեջ։ Երկաթե Խաչքարը ստեղծվել է վանաձորցի դարբին Էմիլ Սարգսյանի կողմից։ Այս բարդագույն գործը իրականացրած վարպետը համեստորեն է պատասխանում հարցերին։ Էմիլի ստեղծագործությանը նայողը հասկանում է, որ վարպետը իր արհեստի մեջ հասել է շատ բարձր մակարդակի և ստեղծել է ոչ թե պարզապես գեղեցիկ աշխատանք, այլ արվեստիկ գործ։ Բայց Էմիլը չի խոսում իր ու իր աշխատանքի մասին, նա խոսում է հավատքի մասին, որը միշտ եղել է և կա իր սրտում։ Ես խնդրեցի Էմիլին պատմել, թե ինչպես է ծագել Երկաթե Խաչքար ստեղծելու միտքը, և լսեցի մի հետաքրքիր պատմություն, որով որոշեցի կիսվել նաև ձեր հետ։ 2019 թվականին Էմիլը իր ընտանիքի հետ այցելել է Հայաստանի սուրբ վայրերից մեկը՝ Լոռու մարզի Սուրբ Հովհաննես մատուռը։ Հենց այդ սուրբ վայրում, որտեղ հնչում է աղոթքը և հարյուրավոր խաչքարեր են տեղադրված, Էմիլը որոշեց, որ իր ձեռքով խաչքար կստեղծի։ Էմիլի սիրտը լցված էր հավատքով և նվիրվածությամբ։ Քանի որ վարպետը ամբողջ կյանքում աշխատել է մետաղի հետ, նա որոշեց խաչքարը ստեղծել երկաթից։ Էմիլը աշխատեց մի ամբողջ տարի։ Նա յուրօրինակ խաչքարի նախշերը պատրաստելու տարբերակներ ու հնարավորություններ էր փնտրում։ Առաջին անգամ էր նման աշխատանք կատարում։ Երկաթե խաչքարի յուրահատուկ նախշերը ստեղծելիս պետք էր ստեղծագործորեն մոտենալ կոնկրետ խնդիրների լուծմանը, և վարպետը արարում էր։ Էմիլը աշխատեց ներդնելով իր հոգու և մտքի ուժը։ Այդ օրերին նա ապրում էր իր ստեղծագործությամբ, և մետաղը ենթարկվեց նրա վարպետությանը։ Էմիլի արհեստանոցում վեր հառավ Երկաթե Խաչքար հուշարձանը։ Երկաթե խաչքարի ստեղծման աշխատանքները սկսելուց մոտ 2-3 ամիս անց տեղի ունեցավ մի իրադարձություն, որը ցնցեց վարպետին մինչև հոգու խորքը։ Ուշ գիշերային երազում Էմիլը տեսավ մի սպիտակ ձեռք, ամբողջությամբ լույսի մեջ։ Ձեռքը ցույց էր տալիս դեպի կամակատար մատուռի տարածքը։ Էմիլը լսեց ձայն. «Այ այստեղ կտեղադրես»։ Փշաքաղված վեր թռավ տեղից։ Կատարվածի անբացատրելիությունից ցնցված և մի փոքր երկյուղած, վարպետը անհամբեր սպասեց լուսաբացին ու շտապեց դեպի կամակատար մատուռ, տեսնելու այն վայրը, որը նրան երազում ցույց տվեց ձեռքը։ Հասնելով այնտեղ և շուրջ բոլորը նայելով, Էմիլը խոստացավ. «Տեր, եթե ուզում ես, որ խաչքարը այստեղ լինի, ես այն հենց այստեղ կտեղադրեմ»։ Երկաթե խաչքարը տեղադրվել է կամակատար մատուռի մոտակայքում 2020 թվականի դեկտեմբերին։ Օծված է, և ինչպես ասում է վարպետ Էմիլը, հիշեցնում է մարդկանց Աստծո մասին։ Լսելով այս պատմությունը ես մտածեցի, որ երևի այդպես է հայ ժողովուրդը հնագույն ժամանակներից մինչև մեր օրերը խոր հավատքով ու նվիրումով, սիրով ու աշխատանքով ստեղծել իր հոգևոր բովանդակություն ունեցող մշակույթը։ Այդ պատճառով Աստծո ներկայության հանդեպ հավատքով լցված հայկական մշակույթը սնուցում է մեր ժողովրդի հոգին, հազարամյակների խորքից նրան առաջնորդելով դեպի ապագա։